Գյորջյան Կասկադ 60 ամիս փուլային վճարում բազմաթիվ առավելություններ։ Ճանապարհատրանսպորտային պատահարների թիվը վերջին 9 ամիսներին աճել է 10.7%, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ։ Նախարար Սարգսյանն էր վերջերս հրապարակել տեղեկությունը։ Նա հավելել էր նաև, որ փոխարենը 43%-ով նվազել է զոհերի թիվը։ Դա ցույց է տալիս, որ ոստիկանությունն աշխատում է, բայց ճանապարհատրանսպորտային պատահարների թվի աճը լուրջ մտահոգության տեղիք է տալիս։ Չկա օր, որ մայրաքաղաքում կամ մարզերի ճանապարհներին ծանր վթարների վերաբերյալ տեղեկություն չհայտնվի լրահոսում։ Կառավարությունը այս խնդրի լուծման համար նույնիսկ միջկառավարական հանձնաժողով է ստեղծել։ Թեմաները վերաբերում են ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովմանը, մասնավորապես ճանապարհատրանսպորտային պատահարների կանխարգելմանը, ճանապարհային ենթակառուցվածքներին վերաբերող հարցերին, ինչպես նաև այն բոլոր հարցերին, որոնք կարող են որևէ կերպ ազդել ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման վիճակի եւ վթարության վիճակի վրա։ Աշխարհի զարգացած պետություններում այս խնդրի աստիճանական լուծման համար գնում են բարդ բայցերանեկարային ճանապարհով։ Գործը սկսում են լրջագույն վերլուծությունից, որը հիմնված է ահռելի վիճակագրական բազայի վրա։ Պատասխանատու մարմինները Հայաստանում եւս իրականացնում են ունեցած տվյալների վերլուծություն։ Վերլուծության ենթարկվում են ճանապարհատրանսպորտային պատահարները, ինչպես իրենց տեղի ունենալու օրվա, ժամի կամ ամսվա կտրվածքով, այնպես էլ վայրի մասով, թե որտեղ այդ նման պատահարները տեղի ունենում, այսինքն կան արդյոք պատահարների կուտակումներ, թե ոչ որևէ վայրում, ինչպես նաև այլ գործոններ, որոնք որևէ կերպ կարող են ազդեցություն ունենալ։ Այս ամենը սակայն առայժմ մեծ ազդեցություն վիճակագրական տվյալների վրա չունի, գուցե տվյալների վերլուծությունն այն մասշտաբի չէ, որպեսզի ամբողջությամբ վերհանվեն բոլոր գործոնները։ Ճանապարհատրանսպորտային պատահարների հսկայական թվի պատճառները լիարժեք հասկանալու համար։ Մեքենայի գույնի գործակից էլ կա, բայց ասեմ մեր երկրի համար դա երկրորդային է, որովհետև առաջնային դեռ կոնֆլիկտային կետերը գտնելու հարցն, որը մինչև հիմա գլուխ չեն հանում։ Սև կետ ասածն այն գոտիներն են, որտեղ միևնույն տեսակի ճանապարհատրանսպորտային պատահարները կրկնվում են որոշակի պարբերականությամբ։ Դրանց հայտնաբերումը կախված է վիճակագրական վերլուծություններից։ Երևան քաղաքում ամենաշատ հետնոտների մահվան ելքով վրաերթեր տեղի են ունենում Վաղարշյան, Ավետիսյան խաչմերուկ, ոչ մեկի մտքով չի անցնի, շատ փոքր աննկատ խաչմերուկ է։ Վերլուծության արդյունքում պետական համակարգի ներկայացուցիչները երբեմն հայտնաբերում են գործոններ, որոնք առաջին հայացքից սովորական քաղաքացու համար ակներև չեն կարող լինել։ Ամենաշատ մահվան ելքով վթարները Երևան քաղաքում տեղի են ունեցել ազատամարտիկներ Էրեբունի փողոցների խաչմերուկ։ Ստեղ լուծումը ընդհանրապես եղել է Էրեբունի փողոցում 2 վայրկյանով կարմիր լույսը զազերժ անեն, որպեսզի հասցնեն ազատամարտիկներից մտնողները ազատել խաչմերուկը։ Խնդիրն այն է, որ ճանապարհատրանսպորտային պատահարների քանակի նվազեցման համար միայն ոստիկանության ջանքերը բավարար չեն։ Այստեղ անելիք ունեն լուսավորության, ճանապարհների ձևի, որակի համար պատասխանատու մարմինները, որոնց պարբերաբար առաջարկություններով դիմում են իրավապահները, հաշվի առնելով վթարների վերաբերյալ ձեռքի տակ եղած տվյալները։ Այլ բան, որ այդ առաջարկներն այդպես էլ կարող է կյանքի չկոչվեն կամ կոչվեն, բայց կիսատ պռատ։ Ընդհանրապես արհեստական բանականության այս դարաշրջանում զարմանալի է, որ խնդրի լուծման համար չի ներգրավել IT այս ոլորտը, որը զարգացած է Հայաստանում եւ որն ահռելի տվյալների վերլուծության արդյունքում գուցե վերհաներ ճանապարհատրանսպորտային պատահարների թվի աճին հանգեցնող այնպիսի գործոններ, որոնք մեր մտքով չէին էլ կարող անցնել։ Ինչ դասեր քաղեց պետությունը Արցախի հայաթափումից, քաղաքասարակությունը, կառավարության միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներն ու դիվանագիտական կորպուսը։ Արցախցիների բռնի տեղահանությունից շուրջ 2 տարի անց քննարկում են մեր երկրի գլխով անցած հայացքներն, այսօր հետ են ուղված Կորնիձոր 2023։ Այստեղ էր գաղթի մեկնակետն ու առաջին ծանրությունը։ Ներքին գործերի փոխնախարարն այստեղ առաջարկում է խնդիրների մասին երկխոսությունը սկսել ամենասկզբից, փախստականն իր փաստաթղթերով հասավ Հայաստան։ Մենք ինչ-որ պահի պետք է ուղղակի առերեսվենք այն փաստին, որ մենք բնակչության տվյալներին վերաբերվել ենք ներողություն արտահայտությանից, բայց չեմ կարող խուսափել այդ բառից, փնթի։ Դա վերաբերվել ենք ինչպես Հայաստանի Հանրապետությունում, դա եղել է նաև Ղարաբաղում։ Սովետական ավանդույթի ուժը կա,
բյուրոկրատիայի չկայացվածությունը կա, բազմաթիվ պատճառներ կան, բայց փաստը մնում է փաստ, որ մենք բնակչության տվյալներին վերաբերվել ենք փնթի։ Եթե մենք ունենայինք հավաստի բնակչության վերաբերյալ տվյալներ, որոնց հետ մենք կարողանայինք աշխատել առաջին իսկ օրվանից, միգուցե այդ բնակչության հաշվառումը չլիներ այդքան կենսական եւ այդքան ժամանակի եւ ռեսուրսի օգտագործում եւ սպառում անհրաժեշտ չլիներ դրա համար։ Իսկ աշխատանքի ու սոցիալական հարցերի գերատեսչության պատասխանատուն այստեղ հիշեցնում է 2023-ի տեղահանությունից առաջ 2020-ի պատերազմական դառը փորձն արդեն կար, կոփել էր նախապատրաստել։ Ցավալիորեն այդ 20 թվականի իրադարձությունները արդեն իսկ նախապատրաստել էին եւ փորձառություն էին ապահովել պետական մարմիններին ավելի պատրաստված լինելու ցավոք սրտի կամ ինչ որ իմաստով այդ դրամատիկ իրադարձություններին եւ կարողանալու ավելի կազմակերպված արձագանքել արդեն իսկ 23 թվականի տեղահանման իրավիճակին։ Ինչ վերաբերում է Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցների իրավական կարգավիճակին, որը կառավարությունում համարում են տեղահանության ժամանակ գրանցված բոլոր խնդիրների առանցքը, ապա ներքին գործերի պատասխանատու պաշտոնյան ասում է, դրա հետ կապված քննարկումները վաղուց օրակարգում էին, նույն 2020-ի 44-օրյայի ժամանակ էլ, սակայն ընդգծում է, մի բան քննարկելն է, մեկ այլ փաստի հետ հաշվի նստելը։ 2023 թվականին արդեն այդ խնդիրը անխուսափելի էր, որ որևէ կերպ պետք է այսպես իր արձագանքը ստանա, որովհետև այդ կիսատ իրավիճակը մի քիչ այսպես ենք մեկնաբանում իրավունքը, մի քիչ այնպես ենք մեկնաբանում իրավունքը, այլևս չէր կարող լինել, որովհետև կար փախստականության փաստը։ Հաշվառումը մեկ կետից էր, գործընթացն այս առումով ինչ որ առումով ավելի հեշտ էր, սակայն հոսքի ինտենսիվությունը հաշվի չենք առնում, շարունակում է փոխնախարար Ղազարյանն ու պատմական համեմատականներ անցկացնում։ Ուսումնասիրել է փորձառություն ունեցող միջազգային գործընկերներից հետաքրքրվել 10 օրում շուրջ 120,000 մարդու տեղահանության դեպքերը մատների վրա կարելի է հաշվել։ Այս ծանրաբեռնվածությունը, որ մեր թիմերը Կարմիր խաչը, Առաքելություն Հայաստանը, բոլոր մարդասիրական հասարակական կազմակերպությունները, ովքեր այնտեղ էին, անուրանալի դեր կատարեցին այդ ինտենսիվությանը դիմանալու համար, որովհետև կարող ենք այլ հավասար պայմաններում ուղղակի չդիմանալ։ Մենք գիտենք, որ դա ծանր ազդեցություն ունեցավ նաև հոգեբանական աշխատակիցների վրա, բայց այս ամեն ինչի մեջ էներ, թե ինչ առաջին ռեակցիա կստանան տեղահանված անձինք, որովհետև տեղահանված անձինք արդեն իսկ գալիս են կորուստի մեջից։ 2 տարվա հեռավորությունից ակնհայտ է Արցախի հայաթափումը վեր է բացառապես հումանիտար ճգնաժամից։ Այն փորձություն էր նաև կառավարման եւ համակարգային կազմակերպվածության համար։ Պաշտոնյաներն ընդգծում են, ճգնաժամերին ավելի արդյունավետ արձագանքելու համար շարունակական վերլուծություններ եւ ինստիտուցիոնալ բարեփոխումներն են մեր երկրին անհրաժեշտ։ Ռիադում էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը հանդիպել է Սաուդյան Արաբիայի թագավորության էկոնոմիկայի եւ պլանավորման նախարար Ֆայսալ Ալ-Իբրահիմի հետ։ Քննարկվել են տնտեսական համագործակցության ընդլայնման հնարավորությունները տեխնոլոգիաների, էներգետիկայի, գյուղատնտեսության եւ զբոսաշրջության ոլորտներում։ Ադրբեջանից Հայաստան այս անգամ ներմուծվել է ցորեն, որը նախատեսված է հիմնականում անասնակերի համար, սակայն էկոնոմիկայի փոխնախարար Էդգար Զաքարյանը պարզաբանել է, որ սա որևէ խնդիր չի առաջացնում։ Նա նշել է, որ սկզբնական մտավախությունները կապված էին այն հանգամանքի հետ, որ նախապես չէր նշվել, թե ինչ տեսակի ցորեն է ներմուծվում, բայց սա բնական է եւ ընդունելի։ Զաքարյանի խոսքով կարևորագույնն այն է, որ մատակարարման ուղիները դիվերսիֆիկացվում են, ինչը նշանակում է, որ Հայաստանի համար ավելի լայնընտրանքային եւ ապահով մատակարարման համակարգ է ստեղծվում։ Նա ընդգծել է, որ այս միջոցառումը չի ազդի հացի գնի վրա, քանի որ հացի արժեքը որոշվում է բազմաթիվ գործոններով եւ միայն մատակարարման ճանապարհով։ Ազգային ժողովում զուգահեռներ են անցկացնում ամիսներ առաջ ցեմենտի տուրքերի բարձրացման ու այժմ մետաղական ամրանների ներմուծման մաքսատուրքերի բարձրացման միջև։ Ուր է տանում էկոնոմիկայի նախարարության եւ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի առաջարկած փոփոխությունը։ Վերջի ժամանակներից միայն Իրանի Իսլամական Հանրապետությունից է ներկրվում, քանի որ արդեն տեղական առնվազն 3 արտադրող ունենք, որոնք կայուն արտադրությունը իրենց իսկապես գնալով ավելացնում են եւ տեսակարգը կշիռն է մեծանում, հետեւաբար մենք
Իրանի Իսլամական Հանրապետության արտադրողներին նույնպես որպես բարեկամ երկիր չենք փորձում խանգարել, այլ փորձում ենք բերել հավասար մրցակցային հնարավորությունների եւ այդ ժամանակ ավելի շատ ծառայություններ եւ որակի պայքար կգնա, մրցակցություն կլինի, ոչ թե ապրանքային գների։ Շնորհակալություն։ Ազգային ժողովում կարծիք հնչեց նաև, որ նախաձեռնությունը շինարարական շուկայի նվազման առաջին զգուշացում է, որպես կարծիքի հիմնավորում բերվեց այն հանգամանքը, որ շինարարության ծավալները աճել են մեծամասամբ Երևանում, մի փոքր մայրաքաղաքին հարակից մարզերում, սակայն Երևանից հեռու գտնվող բնակավայրերում նման տենդենս այդպես էլ չի նկատվում։ Մենք ունեցել ենք մի հատ իրավիճակ, երբ որ մեկ ամրան արտադրողի փոխարեն արդեն ունենք 3 ամրան արտադրող ներմուծումը փոխարինում ենք տեղական արտադրությամբ, դուք սա ներկայացնում եք որպես բացասական ինչ-որ զարգացում։ Հիշեցնեմ, էկոնոմիկայի նախարարությունն առաջարկում է մաքսատուրքը սահմանել 45,000 դրամ, չբացառելով տարբերակը, որ հետագայում հնարավոր է փոփոխվի նաև մաքսատուրքի այս չափը։ Նման կադրեր հաճախ են հայտնվում համացանցում սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինն է հրապարակում կատարվող աշխատանքի արդյունքները։ Արդյունքն այս դեպքում առգրաված եւ ոչնչացված միսն է։ Չենք կարող հաստատել, որ մսեղենը, որը առգրավում է, վտանգավոր է առողջության համար, այլ բան, որ այն կարող է լինել վտանգավոր առողջության համար այն պարզ պատճառով, որ հայտնի չէ այս մսեղենի ծագման աղբյուրը, այսինքն խանութը չունի համապատասխան փաստաթղթեր, որոնք կհաստատեն, որ վաճառվող միսը ունի սպանդանոցային ծագում։ Այստեղ իհարկե հարց է առաջ գալիս, ինչու են ձեռնարկատերերը շարունակում ձեռք բերել ոչ սպանդանոցային մորթի արդյունքում ստացված միս եւ նյութական վնասներ կրելու վտանգի առաջ կանգնում դրա հետևանքով։ Մենք Հայաստանում ունենք համայնքներ, որ սպանդանոցները բավականին հեռու է։ Մինչև 50-80 կիլոմետր հեռավորություն կա, որ պետք է այդ հեռավորությունը ֆերմերը հաղթահարի, իր բուծած կենտանին տանի հասցնի սպանդանոց։ Այսինքն ելնելով կիլոմետրաժից էլ արդեն ծախսեն ավելանում է։ Խնդիր է անասունին մեքենա բարձելը սպանդանոց անվնաս հասցնելը, որպեսզի մսի որակը չընկնի, բացատրում են մասնագետները։ Այսինքն կա օրենք, սակայն բավարար քանակության ենթակառուցվածքներ չկան։ Այն, որ մի մարզում կա այսքան սպանդանոց, չի նշանակում, որ հարևան մարզում բնակվող ինչ-որ ֆերմեր կարողանալու է իր կենդանիներին տեղափոխել այնտեղ մորթի համար։ Բայց սա դեռ հարց է, արդյոք սպանդանոցներն իրենք ապահովում են համապատասխան պայմաններ անվտանգ մորթի համար։ Եթե սր հանրապետությունում լուրջ խնդիր է, հիվանդությունները տարածված են, վխտում են, եթե հիվանդ կենտանին նույնիսկ սպանդանոց տանեն, սպանդանոցում այդ կենտանին չի առողջանալու։ Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնում բացատրում են գործարկված նոր համակարգով կարողանում են ստուգել կենթանուն առնչվող բոլոր անհրաժեշտ փաստաթղթերի, այդ թվում անասնաբույժի կողմից տրամադրվածների առկայությունը։ Արտադիր այդ համակարգ պետք է կցվեն համապատասխան փաստաթղթերը, դա կենթաների ուղեկցող համար 1 անասնաբուժական վկայականն է։ Մորթից հետո մսի անասնաբուժասանիտարական փորձաքննության իրականացման փաստաթղթերն արձանագրությունն է կցվում եւ արդեն այդ ամբողջականից հետո նոր ծրագիրը թույլ է տալիս գեներացնել, տրամադրել միս ուղեկցող փաստաթուղթ։ Մասնագետները նախորդ ժամանակաշրջանում բարձրաձայնում էին այս դաշտում հնարավոր թղթավաճառության վտանգի մասին, ինչն է խանգարում սպանդանոցներին առանց մորթի անելու պարզապես փաստաթուղթ տրամադրել գումարի դիմաց։ Նախկինում մեր կողմից բացահայտվել են որոշ դեպքեր, որ կեղծ մորթի արդյունքում, այսինքն կենթանու մորթ չի իրականացվել, բայց արդյունքում տրվել է ուղեկցող անասնաբուժական վկայական ձև համար 5, ինչև կենթանու մորթը սկսելը պետք է պարտադիր վիդեո նկարահանում անեն ծրագրի միջոցով, որը որ ապացուցում է կենթանու մորթը։ Եթե չի ապահովում, ծրագիրը առաջ չի տալի։ Ինչ վերաբերում է հենց սպանդանոցների հիգիենիկ սանիտարական պայմաններին, սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը պլանային ստուգումներ է իրականացնում դրանցում, այսինքն հաշվի առնելով տեսչության խիստ սահմանափակ ռեսուրսները, ստուգումներն իրականացվում են ոչ հաճախակի, սպանդանոցի տերերն էլ նախօրոք տեղյակ են լինում եւ հասցնում են պատրաստվել դրանց։